Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, պարոն Գրիգորյան, ընդգծելով, որ մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտության, այ կխնդրեմ մեկնաբանեք հենց այս հայտարարությունը։ Բարև ձեզ։ Այն, որ մեր կառավարությունը դիմեց, դա ակնհայտ է եւ արտգործնախարարի եւ վարչապետի Հայաստանի հայտարարություններում դա կա հենց հիբրիդային վտանգների արժեվ կանգնած ենք մենք, մեկ ասում են որտեղից դա գալիս է, մեկ մերոնք չեն ասում, պարզ է փորձում են դիվանագիտորեն ձևակերպել, բայց այո, դա շատ լավ է, որ արագ արձագանքամ խումբ այս ձևի ինստիտուտ կա Եվրամիության շրջանակներում, որ ուղարկում ենք։ Իդեպ ասեմ ձեզ, նույնը արեց Եվրամիությունը Մոլդովայի ընտրությունների ժամանակ եւ նախագահական եւ պարլամենտական դա շատ օգտակար էր, քանի որ այդ խումբը արագ էր արձագանքում այն վտանգներին, որոնք գալիս են։ Օրինակ, մեծ թվով մարդկանց մեր նեստրում պատրաստում էին, ուղարկում էին քվեարկել Մոլդովայի տարածքում, տարբեր ընտրատարածքներում, օրինակ այդ արագ արձագանքման խմբերը ցույց են տալիս, որտեղից գլխավոր խումբը կգա, ոնց չեզոքացնել այս ձևի կաշառված մարդկանց, կաշառք վերցրած մարդկանց ընտրությունը կանխելու, այստեղ մեխանիզմներ կան, շատ հստակ, դա է պատճառը, որ ճիշտ է, որ մերոնք դիմեցին։ Հիմա Կայա Կալասն չի է հայտարարում, պատճառները տարբեր են, նաև այդ թվում Կայա Կալասը հայտարարում է ցույց տալով, որ մենք աջակցում ենք Հայաստանին։ Հայաստանի ժողովրդավարությանը արդար թափանցիկ ընտրությունները, որ անցնեն։ Տեսեք, եղան քաղաքագետներ, այդ թվում նաև այսպես կոչված ռուսամետ քաղաքագետներ, որ հայտարարեցին, այս դեպքում ինչ է նշանակում, եթե Մոսկվայից նման հայտարարություն լինի, ապա ստացվում է Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, եթե Եվրամիությունից են հայտարարում, ապա սա միջամտություն չէ, սա աջակցություն է։ Գիտեք, ասեմ ձեզ, ավանդույթների մասին է խոսքը։ Լցոնման process, աղավաղել, ֆալսիֆիկացնել ընտրությունները Եվրոպայում մենք գրեթե չենք տեսնում։ Եթե լինում են խնդիրներ ու եղել են 1-2 երկրում, մեծ աղմուկ է բարձրանում, սկսում են աշխատել դատարանները, քննչական մարմինները, համապատասխան խմբերը այս ձևի։ Ռուսաստանում այլ ավանդույթ է, որը նախկինում շատ ակտիվ կիրարկվում էր մեր նախկին իշխանությունների կողմից, լցոնման process-ներ, խախտումներ, դա է պատճառը, որ երբ որ Ռուսաստանը հայտարարում է մենք չենք հավատում, երբ որ Եվրոպան հայտարարում է մենք հավատում ենք, քանի որ փորձը ցույց է տալիս։ Հիշում եք Ռումինիայում անցկացված նախագահական ընտրությունները, երբ որ Չեղյալ հայտարարեցին Ռումինիայի սահմանադրական դատարանով արդյունքները, քանի որ ապացուցվեց, որ ուղղակիորեն TikTok-ներով, այլ սոցցանցերով կարողացան ապակոնգորշել հասարակությունը, դրսից փողեր, որ ներմուծվել են, այո, փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան երբ որ դրա մասին խոսում է, իրոք ուզում է աջակցել, երբ որ Ռուսաստանը խոսում է, ուզում է իր կողմնակիցներին, պրոռուսական ուժերին բերել իշխանություն։ Պարոն Գրիգորյան, այս դեպքում կա նաև տեսակետ, որ Արևմուտքը հստակ աջակցում է Հայաստանի իշխանությանը, եւ դա հայտարարում են էլի եմ կրկնում ռուսամետ քաղաքագետներ, այսինքն հենց այս հայտարարությունը եւս այդ կոնտեքստում, այդ համատեքստում պետք է դիտարկել։ Ինչու մասին է խոսքը։ Եվրամիությունը աջակցում է, որ Հայաստանում անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքի վրա հիմնված ընտրությունները։ Դա դրա մեջ նաև պարունակում է կանխել հնարավոր լցոնման process-ը, կանխել հնարավոր կաշառք բաժանման process-ը, ինչի մասին է խոսքը։ Այդ ինֆորմացիան, որը հայտարարեց մեր հետախուզական գործակալությունը, չէ, արտաքին հետախուզական գործակալությունը, հիշում եք հայտարարությունները մի քանի օր առաջվա, որ կա ինֆորմացիա, որ ինչ որ երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ռեկրուտ են անում, հավաքում են, ուղարկելու փող են տալիս, ուղարկելու համար, որ ընտրություններին մասնակցեն ու պրոռուսական ուժերին տան։ Այդ իմ հայտարարությունը չի, իմ գնահատականը չի, մեր պետական ինստիտուտներից մեկի։ Այո, այդ վտանգները կան ու շատ լավ է, որ Եվրամիությունը մեզ աջակցում է։ Այսօր Facebook սոցիալական ցանցում մի գրառում կար, ըստ որի
Երևանի փողոցներում Կոմսոմոլսկայա պրավդա են բաժանում, որտեղ գրված է, որ Հայաստանը կործանվում է։ Գիտեք, այս ձևի հիբրիդային ինֆորմացիոն պատերազմի տարեր մենք տեսել ենք, երբ որ Factor TV-ն ֆիքսեց այն փաստը, որ ամերիկյան անվանումով Ռուսաստանում տպված թերթը բաժանում էին Երևանի փողոցներով, այո, դա կշարունակվի, փորձ կարվի ապակողմորոշել մեր հասարակությանը, ու քանի որ դա մասշտաբային ձևերով է արվում, մեր իշխանությունները պետք է անպայման կանխեն այդ process-ը։ Կոմսոմոլսկայա պրավդան ինչ կապ ունի Հայաստանի հետ, էտել գնահատական է տալիս մեր իշխանություններին։ Թող այդ թերթը բաժանեն Ռուսաստանի քաղաքացիներին։ Ռուսական թերթը թող իրանց քաղաքացիների մեջ այդ իրանց իրավունքն է տարածել այդ ստերը։ Բայց ինչի բերում են Հայաստան, ուրեմն ստեղ այո, քննչական մարմինները, ոստիկանությունը պետք է կանխի այդ ձևի process-ներ։ Այսինքն կարծում եք, որքան մոտենան ընտրությունները, այդքան այս տիպի բաները, չգիտեմ, Կոմսոմոլսկայա պրավդայի միջոցով կամ հատուկ ուղարկված մարդկանց միջոցով, եկեք նշենք, Ռուսաստանից այդ սպառնալիքները կլինեն։ Կուժեղանա օրեց օր, քանի որ այո, Ռուսաստանը մտահոգված է, որ մենք խաղաղության մեջ ենք ապրում, մեր բանակցությունները Ադրբեջանի հետ առանց միջնորդների են, զուգահեռել Թրամփը օգնում է, Եվրոմիությունը օգնում է, պարզած տեղ չի մնում Ռուսաստանի։ Մարդիկ պետք է հասկանան, Ռուսաստանի դերը դեստրուկտիվ է, մենք պետք է քննադատենք, բայց Ռուսաստանը իր շահերից ելնելով։ Եթե խաղաղությունը ուժեղանա, կայուն դառնա Հայաստանի Ադրբեջանի միջև, Ռուսաստանը ինչ տեղ ունի։ Չէ, ինչ տեղ ունի Հայաստանում կամ Ադրբեջանում, ոչ մի տեղ չի ունենա, քանի որ ոչ ունեն տեխնոլոգիաներ բարձր, ոչ ունեն զենք զինամթերք բարձր մակարդակի, չգիտեմ, գիտեք, որ Իրանում ինչքան միգեր, սուեր կան այդ կործանիչները ռուսական, բոլորին խփեցին առաջի 3 օրը։ Բավական մեծ թվով ուներ Իրանը, բանակը Իրանի միգեր, այս եւ սուներ, այդ կործանիչները ու բոլորը առանց բացառությամբ խփել էին, ոչնչացրել էին։ Դες Ռուսաստանը նույնիսկ ռազմական տեխնիկայի ոլորտում հետ է անգած։ Ուրեմն ստեղ տեղել չկա իրանց հետ համագործակցել։ Հա, կա արևտուր բան, շարունակենք, խնդիր չկա։ Բայց կարծում եք, որ ընտրություններին կմիջամտի։ Նու այս նախընտրական գործընթացներին ամեն դեպքում հաստատ ակնհայտ է, որ միջամտություն լինելու է։ Նու հիմա էլ միջամտություն կա, դա ԶԼՄ-ների միջոցով ու ոչ միայն ռուսական ԶԼՄ-ների միջոցով, իրանց պրոքսիներով Հայաստանի ԶԼՄ-ների դաշտում, ինչա մենք չենք տեսնում, ասենք, գիտեք, մանիպուլյացիա տարածել, մի ժամանակ միայն ստեր էին տարածում, զգում են, որ չի ազդում մեր հասարակության վրա։ Հիմա մանիպուլյացիան տարածում են ու դա շատ վտանգավոր է մեր հասարակության համար ու բացատրեմ ինչու հենց հիմա քանի որ մոտենում է այդ օրը ընտրությունների մեզ պետք է որ մարդիկ ազատ հանգիստ ընտրություն կատարեն ում տան ձայն այդ մարդու իրավունքն է ամեն մեկի իրավունքն է բայց մեզ պետք է որ այդ մարդուն հասնի օբյեկտիվ ինֆորմացիա որ ինքը չշարժվի այդ ստերով էլի վստահ եմ լսել եք Վիտալի Բալասանյանի հայտարարությունը վերջերս որ առաջարկում էր որ Հայաստանի տեղը պետք է լինի միութենական պետության կազմում։ Արդյոք սա պատահական է համարում հենց այս этаպում այս հայտարարությունը, մանավանդ որ եթե անկեղծ լինենք, ապա այսպիսի հայտարարությամբ կարող են եւ վնասել այն ընդդիմադիր ուժերին, որոնք անընդհատ առավոտից իրիկուն խոսում են Հայաստանի ինքնիշխանության մասին։ Գիտեք, ես կառաջարկեի նախկին պաշտոնյաների Ղարաբաղի, չգիտեմ այսօրվա պաշտոնյաների զուսպ մնալ ու չանել այս ձևի հայտարարություններ, բացատրեմ ինչու։ Ասենք այս մարդը կոնկրետ Վիտալի Բալասանյանը, որը ունի մեծ անցյալ, հիմա մեզ ասում է, գիտեք ինչա, ԵԱՏՄ մտնենք, ու ես լավ եմ հիշում, երբ որ այդ վերջի արտգործնախարարը Լեռնային Ղարաբաղի, որը անընդհատ խոսում էր, որ Ղարաբաղը նույնն է ինչ որ Դոնեցկի հանրապետությունը, չէ՞։ Հիմա էլ առաջարկում են միութենական պետության կազմում։ Հասկանում եմ, բայց երբ որ ինքը ասում են, մենք զգուշացնում ենք, մի իդենտիֆիկացնի հանցագործ Դոնեցկի, Լուգանսկի այդ տեղի իշխանություններին Ղարաբաղյան շարժումը կամ Ղարաբաղի հարցը շատ լուրջ հիմքեր ունի։ Հիմա
դայգրալիս որ ասում են։ Այդ կամ խոսացին Դոնեցկ, Լուգանսկ, հիմա հայեր կան Ղարաբաղում, չկան։ Այդ մարդն էլ, որը այդ գիծը տանում էր, հիմա բանտում է, հա, Բաքվի։ Միտքս ինչու՞մ է։ Ես խնդրում եմ, իրոք շատ զգուշ արտահայտվեք, այդել Ղարաբաղի նախկին հայտնի մարդիկ կամ ղեկավարները, քանի որ մեր հասարակության կողմից մենք բոլորս մեկ ազգ ենք, բայց Հայաստանի ներսում դա ընկալվում է գիտես ոնց որ զարմանալի կամ ծաղր, որտեղ Ղարաբաղը հենց այդ թեզիսներով, որ պետք է անպայման Ղարաբաղը Դոնեցկի պես այս ձևի գնա այս ճանապարհով բերեցին կորուստի, նաև դրա պատճառով, այլ պատճառներ են կային։ Հիմա ինչ իմաստ ունի այս ձևի թեզեր բերել Հայաստան։ Էդ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են, որ Բելարուս, Ռուսաստան այդ դաշինքի մեջ մտնենք, կորցնենք մեր սուվերենությունը։ Վստահ եմ նաև գիտեք, որ երեք հայտարարվեց, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ու շատ հաճախ նաև խոսվում է, որ ընդդիմությունը փորձելու է ընտրության արդյունքներից հետո Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնել Գյումրի 2 սցենարը։ Ու դա չի բացառվում, որ իրանց մտքերում դա կա, բայց մեկ բան ուզում եմ հստակ ասել։ Եթե դուք հիշում եք, առաջին նախագահ Հայաստանի Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ժամանակ առաջ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է այն դեմքը լինի, որի շուրջ ամբողջ ընդդիմությունը կհամախմբվի, նաև համագումարում հայ ազգային կոնգրեսի 3 օր առաջ էր համագումարում այդ թեզը նորից հնչեցվեց, ընդունվեց փաստաթուղթ եւ այլ հրճակագիր։ Ես ուզում եմ ասել, չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կհամաձայնվի համախմբվել, ասենք Սամվել Կարապետյանի ուժի հետ, այլ ուժերի հետ։ Ուրեմն մեծ համախմբվում այս ուժերի մեջ ընդդիմադիր պրոռուսական, ես այդպես չի լինի, ամեն մեկը իր ամբիցիա ունի, կգնան առանձին փոքր համախմբման process կլինի, բայց չեմ կարծում, որ կարելի է խաբել հայ ժողովրդին։ Օրինակ, հիմա ես տեսնում եմ իրանց ոճը, տոնը, ելույթների փոխվեց։ Նախկինում ասում են Ռուսաստան եւ վերջ, հապկ եւ վերջ, հասկացան, որ դա չի անցնում հասարակության մեջ։ Հիմա ես զգում եմ, իրանք ասում են, հա, չէ, ոնց, Ամերիկայի հետ էլ պետք է աշխատենք, Չինաստանի հետ էլ պետք է աշխատենք, չգիտեմ ինչ որ անուններ են տալիս։ Ես կարծում եմ, որ դժվար է ապակող որոշել հայ հասարակությանը։ Բոլոր այս ընդդիմությունը պրոռուսական կապվածություն ունի ուժեղ Կրեմլից, ու մենք չպետք է նույն գետը մտնենք, նույն սխալը անենք։ Ղարաբաղի կորուստը բոլորիս համար դաս պետք է լինի։ Այս օրիենտացիան կոշտ կապել ամեն ինչ Ռուսաստանի հետ բերեց այդ ողբերգական ավարտի Ղարաբաղի հարցը, ես չեմ համարում որ ավարտված է, բայց այս փուլում բերեց ծանրագույն վիճակի, ինչ եմ ուզում ասել, մենք չպետք է նույնը կրկնենք։ Ուրեմն հայ ժողովուրդը պետք է իմանա, պետք է նստի, մտածի, ուսումնասիրի, նոր ընտրություն կատարի։ Պարոն Գրիգորյան, այս օրերին Իրանում ընթացող պատերազմը եւ դրան զուգահեռ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, այ որքանով է կարևոր մասնավորապես հիմա երբ մենք խոսում ենք օգոստոսի 8-ի փաստաթղթից, Իրանում ընթացող պատերազմից, այսինքն այդ փաստաթղթի արկայությունը մեզ որքանով ավելի ապահով դարձրեց այս этаպում մանավանդ, որովհետեւ եթե մենք հիմա օրինակ լինեինք այլ, այսպես ասած, պետությունների դաշնակից կամ լինենք միութենական պետության կազմում, մենք գուցե եւ ավելի ուրիշ դիրքում հիմա հայտնվեինք։ Արդյոք օգոստոսի 8-ի փաստաթուղթը մեզ ավելի ապահով դարձրեց։ Եթե օգոստոսի 8-ի փաստաթուղթը չլիներ, այսօր մենք ձեզ հետ մտահոգված կլինեինք, որ Ռուսաստանը օգտագործելով ազատեցությունը այլ երկրների վրա մեր տարածաշրջանում փորձում է օտարել մեզանից հարավը Սյունիքի։ Ամբողջ Սյունիքի մասին չի խոսքը, փորձում է օտարել։ Ես ավելին ձեզ ասեմ, այդ պատահական քննարկումներ, հերախոսազրույցներ չէին Դոնալդ Տրամփ, Պուտինը ոչ միայն Իրանի հարցն էլ բարձրացնում, Դոնալդ Տրամփը Իրան ասում են դու խոսա Ուկրաինայից, որ խաղաղություն հաստատեց, ինքը անընդհատ գալիս էր Պուտինը Իրանի հետ կապված հարցեր, բարձրացնում էր հարցը Հարավային Կովկասի ու հիշեցնում էր Տրամփին այդ ինֆորմացիան կամաց դուրս է գալիս դիվանագիտական խողովակներով հիշեցնում էր որ այնտեղ սահմանապահները հայ-իրանական սահմանում կանգնած են ուրեմն միանշանակ կարող եմ ասել եթե օգոստոսի 8-ը չլիներ հիմա չեմ ասում կորուստ բայց լարված վիճակ կլիներ հենց այդ սահմանի հետ Ռուսաստանը կփորձեր համոզել մեզ որ մենք չենք կարողանալու պահել դա Իրանի հետ կապված ապակայունացում կարող է լինել ինչ եմ ուզում ասել Օգոստոսի 8-ը փակեց այս ձևի սցենարներ ու ամենակարևորը։ Պատկերացնում եք ինչքան հիմա ամերիկացիք զբաղված են Իրանով։ Տրամփի ուշք ու միտքը դրա շուրջ է։
Բայց դուք հիշում եք վերջի մի շաբաթվա մեջ մի քանի հայտարարություններ պետդեպարտամենտի, Վենսի, Մարկո Ռուբիոյի հայտարարություններ կապված Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ։ Հայտարարությունները կապված հենց այս ծրագրերի հետ։ Այդ պատահականություն չի։ Նշանակում է, որ այդ թեման անչափ կարևոր է ամերիկացիների համար, ու դա նշանակում է, որ իրանք ստանում են աղազանգեր, որ ստեղ ինչ որ բաներ ուզում են խմորումներ անել նույն Ռուսաստանը կամ այլ խաղացողներ, բայց Տրամպի ծրագրերը ֆիքսված է, Հայաստանը իմ կարծիքով հետ չի կանգնի, համոզված է մեծ իշխանությունները, բացի դրանից Տրամպը հետ չի կանգնում այդ ծրագրերից, այդ է ինձ համար շատ կարևոր։ Մինչդեռ դուք գիտեք ինչքան ծանր է process-ը գնում Իրանի շուրջ, դուք տեսնում եք նույնիսկ Տրամպը դիմում է տարբեր երկրներին Հորմուզի նեղուցը բացելու համար, որ օգնեք ծանր վիճակի, բայց պատկերացնում եք, այս ծանր վիճակում ես մի շաբաթվա մեջ մոտավորապես 3 թե 4 հայտարարություններ կապված առանձին Ադրբեջանի հետ, Հարավ Կովկասի հետ, առանձին Վրաստանի հետ, առանձին Հայաստանի հետ։ Շարունակելով Իրանի թեման, պարոն Գրիգորյան, ինչ կանխատեսում կա, որովհետև մենք տեսանք, որ Թրամփը դիմում է տարբեր պետություններին, բայց շատ պետություններ արձագանքեցին, որ դա իրենց պատերազմը չի, այսինքն չաջակցեցին այդ առումով, անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մասին է խոսքը։ Այս դեպքում ինչ կանխատեսում կա պատերազմի ավարտի մասին եւ առհասարակ արդյոք սպասում էին Իսրայելն ու Միացյալ Նահանգները նման դիմադրություն Իրանից։ Ну, ես կասեմ ձեզ այդպես, կասկած ես չունեմ, ազդեցությունը Նետանյախուի Թրամփի վրա շատ մեծ է, ու ինքը համոզեց Թրամփին, որ եթե վերացնենք հոգևոր առաջնորդին, կփոխվի իրավիճակը ու հեշտ կգնա։ Ու իրոք 28-ին փետրվարի սպանեցին Այաթոլլա Խամենեին, Ալի Խամենեին, բայց դա բերեց նրան, որ քանդվեց Իրանը, ոչ։ Իմ կարծիքով սխալ հաշվարկել։ Ու ավելին ցեզ ասեմ, ես գրեթե կասկած չունեմ, որ մտածում էին դա Վենեսուելան է։ Վենեսուելայում Մադուրոն հանցագործ է, նարկոբարոն է, իրանց վերացնելով Տրամպը, ու ես չեմ բացառում, որ ճիշտ էլ արեց, որ տարավ Ամերիկայի մտածում է, ինքը փոխեց մտնոլորտը Վենեսուելայում, այդ լիդերին հանեց, ամբողջ համակարգը հիմա ենթարկվեց Տրամպին, բայց Իրանը ուրիշ տիպի պետություն է, այս հոգևոր առաջնորդները իրանք գաղափարախոս են, հասկանում եք, այդ գաղափարախոսությունը կարող է չկիսել, բայց իրանք հանցագործ են, գաղափարախոս են, այդը հաշվի չեն արել, դրա համար հանդիպեցին այդ խնդրի, ու բացի դրանից, շատերը չգիտեն, որ Իրանի պետական համակարգը բավական ճկուն է ու բազմաշերտ։ Չգիտեն, որ բացի այդ քսիր կոչվածը, այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որի դերը շատ մեծ է, մի մասը բանակի իրանց է երթարկվում։ Առանձին բանակ կա, առանձին ոստիկանություն կա։ Հիմա հարվածում են սրանց, այնտեղ բանակը պատասխանում է Իրանը։ Ուրեմն, գիտեք, երբ որ դու չգիտես ինչ է կատարվում պետությունում, այս դեպի կոշտ քայլերի պետք է 1000 անգամ մտածես գնալ։ Իմ կարծիքով սխալ է լայնամասշտաբ պատերազմ, հիմա խորանում է այդ ճգնաժամը, Թրամփը սկսեց հասկանալ դա, հիմա կկանգնացնի, հետ կկանգնի ժամանակացույց կտա, բայց պարզ է Հայաստանի շահը որն է, որ կանգնի այդ պատերազմը, մեզ պետք չի խորացում այդ պատերազմը։ Որովհետև Մերձավոր Արևելքի գրեթե ամբողջ տարածաշրջանն է սպահին արդեն ներգրավված այդ գործընթացում, մենք տեսնում ենք Լիբանանում, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքի այլ երկրներում, այնտեղ Թեհրանը նաև հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը փայք է միայն երկրի թշնամիների եւ նրանց դաշնակիցների համար եւ Իրանի դեմ պատերազմի հետևանքով նավթը թանկացել է 40%-ով, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հրաժարվեցին աջակցել Միացյալ Նահանգներին, ասելով, որ դա իրենց պատերազմը չի, ի վերջո ինչ կլինի։ Հիմա գնում է կոմպանիա նաև Թրամփի կողմից սկսված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ։ Դա անարդար է։ Քանի որ երբ որ Տրամփը սկսեց այդ պատերազմը, ինքը խոսեց մենակ մեկ մարդու հետ, ում ազգանունը Նետանյախուն է։ Վերջ։ Երբ որ ֆրանսիացիք ասեցին, մտածի էլի, ինքը, ասեմ ձեզ, բավական կոշտ պատասխանում էր ձեր գործը չի, մենք հեսա կլուծենք այդ հարցը։ То есть ոչ ոք չի հարցրել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անել այդ քայլը թե ոչ ոք չի հարցրել Եվրոմիության անդամ պետությունների, Եվրոմիության ղեկավարներին։ Դա է պատճառը, որ իրանք բոլորը առանց բացառությամբ, նաև այդում Հարավային Կորեան, նաև Ճապոնիան, հիմա ասում են, այդ մեր պատերազմը չի, դու մեզ է, դա չես համաձայնեցրել։ Եթե դու լսեր, միգուցե չէ սկսի։ Ուրեմն այդ կոմպանիան անարդար է, սխալ է անում Թրամփը, ինքը կորցնում է իր դաշնակիցներին շատ արագ։ Շնորհակալություն։
Հիշեցնեմ, իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։